Սաղմոս 17-րդ գլուխ Ձեզ ես նախորդ կխնդրեի, որ մի քիչ ակտիվ լինեք եւ հավանեք տեսանյութը, որպեսզի ավելի շատ մարդիկ դառնան դեպի Տերը եւ Տիրոջ փառքի մասին ամբողջ աշխարհում հայտնի լինի։ Թող հեթանոսների մեջ օրհնվի նրա անունը, դուք էլ օրհնվեք։ Սիրում եմ քեզ Տեր, զորությունն իմ ով Տեր, պահպանիչն իմ, ապավենն իմ եւ փրկիչն իմ։ Աստվածն իմ օգնական է, ես հույսս դրել եմ նրա վրա, իմ ապավենն է, փրկությանս եղջյուրն ինձ ընդունողը։ Օրհնելով կկանչեմ ես Տիրոջը, իմ թշնամիներից կազատվեմ, մավան տառապանքները շրջապատեցին ինձ եւ նա անօրենությունների հեղեղն ինձ էլ վրդովեց, դժոխքի ցավերը պաշարեցին ինձ եւ մահացու վտանգներն ինձ հասան։ Նեղությանս մեջ ես Տիրոջը դիմեցի եւ իմ Աստծուն աղաղակեցի, եւ նա լսեց ինձ եւ իմ աղոթքի ձայնը իր սուրբ տաճարում նրան ուղղված աղաղակս նրա ականջին է հասնելու։ Ցնցվեց ու դողաց երկիրը եւ լեռների հիմքերս ասանվեցին ու խախտվեցին, քանզի բարկացավ։ Արդյոք դուք եք այսպիսի տարատեսակ նեղություններն անցնում։ Այս գրքերը շատերի պատմությունները ձեր կյանքում փորձեք տեսնել, որովհետև դուք եք տենց նեղությունների մեջով անցնում։ Ձեզ արաղոտներում է ինձ հիշեք, ամեն։ Բարկացավ նրանց վրա Աստված։ Նրա բարկությունից ծուխ բորբոքվեց, երեսից ցուր բորբոքվեց եւ կայծակները ճարակեցին նրան, ցածրացրեց նա երկիր ինքն ու իջավ եւ նրա ոտքի տակ մառախուղ էր։ Ելավ նա քերովբեների վրա ու թռավ սլալալով հողմի թևերով, խավարն իր համար ծածկույթ դարձրեց եւ շուրջ բոլորը իր տունը եղավ օդի ամպի թանձր ջրերով։ Նա փայլատակեց նրանց առջև ամպը կարկուտ եւ հրեղեն կայծակներն արձակեցին։ Որոտաց Տերը երկնքից եւ Վարդյալը իր ձայնը լսել տվեց կարկույտով ու կայծակներով ուղարկեց նետերն իր ցրեց դրանք եւ շատացրեց իր կայծակները, սփռեց դրանք։ Քո զայրույթից Տեր եւ քո բարկության հողմի շառայությունից երևացին ջրի ակունքները եւ ետնվեցին հիմքերն աշխարհի։ Վերից փութալով Տերը վերցրեց ինձ, վերցրեց ջրերի հեղեղից, Տերը կփրկի ինձ իմ զորեղ թշնամիներից եւ ինձ ատողներից, որոնք ավելի հզոր եղան, քան ես։ Նրանք ինձ վրա հասան չարչարանքների սորերին, բայց Տերն ինձ զորություն ու անդորություն պարգևեց։ Եվ Տերը կփրկի ինձ, քանզի նա ինձ նավանեց։ Տերն ինձ հատուցի ըստ արդարության, ըստ իմ անբծությամբ կհատուցի ինձ։ Ես էլ կպահեմ իմ Տիրոջ ճանապարհները եւ իմ Աստծու դեմ ամբարաշտություն չեմ անի։ Նրա բոլոր օրենքներն իմ առջևս են եւ նրա արդարությունն իր չհեռացրեց ինձնից, եւ ես նամբասիր կլինեմ նրա հանդեպ կզգուշանամ իմ անօրենություններից։ Տերն ինձ կհատուցի ըստ իմ արդարության, ըստ իմ ձեռքի մաքրության, որը նրա աչքի առջև է։ Սրբի հետ սուրբ կլինես, Տերն անարատ մարդու հետ անարատ ընտրալների հետ ընտրյալ կլինես, խոտորվածին կկործանես, դու փրկում ես հեր ժողովրդին, իսկ ամբարիշտների աչքերը խոնարհեցնում։ Դու լույս ես տալիս իմ ճրագին, Տերն Աստված ինձ լուսավորիր, ինձ այս խավարում քեզնով կփրկվեմ փորձությունից, Աստծու շնորհիվ պարիսպներ կհաղթարեմ։ Աստված իմ անթերի են, քո ճանապարհները ընդդին են խոսքերը Տիրոջն ապավեն է բոլոր նրանց, ովքեր հույսը դրել են նրա վրա։ Քանզի Տիրոջից բացի ով է Աստված, կամ ով է Աստված մեր Աստծուց բացի։ Աստված դու ինձ նույն պարգևեցիր եւ իմ ճանապարհներն ամբից դարձրիր ինձ, նա ոտքեր տվեցիր եղջյուրի ոտքերի նման եւ բարձր տեղի վրա կանգնեցիր ինձ։ Ձեռքս վարժեցրիր պատերազմից, բազուկս դարձրիր ինչպես նաստաղեղ տվիր, նաև քո փրկարար պաշտպանողությունը տաճը ձորավիկ եղավ ինձ, իսկ խրատդ միշխանգում պայես քո խրատն իմաստուն կդարձնի ինձ։ Ընդարձակեցիր ուղիսին ոտքերիս տակ եւ ընթացքս չտկարացավ, հալածելով թշնամիներից։ Օրեկան քանի անգամ մարմնի համար ուտում եք, այդպես էլ հոգու համար փորձեք ուտել։ Ես նա կհասնեմ նրանց ու եթե չեմ դառնա միջև չոչնչացնեմ նրանց։ Ես կընկճեմ նրանց, որ այլևս չկարողանան կանգնել եւ նրանք կընկնեն իմ ոտքերի տակ։ Դու ինձ նա պատերազմելու զորություն տվիր, դեմս ելնողներին ոտքիս տակ գցեցիր, թշնամիներից դու հալածեցիր ինձ, ատողներին ոչնչացրեցիր, աղաղակեցին նրանք, բայց չկար մեկը, որ փրկեր նրանց, կանչեցին Տիրոջը, բայց նա չլսեց նրանց։ Ես կփշրեմ հողմափոշի կդարձնեմ նրանց, փոխոցի ցեխի պես կտրորեմ նրանց։ Տերն ինձ կփրկի ժողովրդի ըմբոստունությունից եւ ինձ հեթանոսների գլուխ կկարգի։ Իմ չճանաչած ժողովուրդը ինձ ծառայեց եւ ավակականջ դարձած լսեց ինձ։ Օտարների որդիներն ինձ ստեցին, օտարների որդիները մաշվեցին, խոտորվեցին իրենց շավիղներից։
Կենթանի է Տերն ու օրհնյալի Աստված եւ թող բարդը լինի Աստվածնին փրկության Աստվածնին, որ լուծում է վրեժնիմ եւ ժողովուրդներին ինձ հնազանդեցնում, որ փրկում է ինձ իմ գածազած թշնամիներից, դու բարձր դասեցիր ինձ իմ հակառակորդներից, անիրավ մարդուց ազատեցիր ինձ։ Դրա համար էլ գոյություն պիտի մատուցեմ քեզ նեթանոսների մեջ եւ քո անվամբ սաղմոսներ պիտի երգեմ, դու փրկության մեծ արեցիր թագավորիդ ողորմելով քո տյալ Դավթին ու նրա սերունդը Դավիթյանս Յավիտենից, փառք Տերնի։